Ինչպես է տրամադրությունը։ Մոգական, չէ՞ որ կիրակնորյա հրաշալի առավոտը։ Ստանիսլավսկին կասեր՝ «Նի վերու, լավ չես խաղում»։ Մի հատ նորից ասի։ Ես Ստանիսլավսկին չեմ ճանաչում։ Դե քանի որ Կոստյայի մասին է խոսքը։ Փաստորեն ճանաչում ես։ Ուր են գնում առավ գիշերով։ Բարդ հարց է, ուր գնալ այսօր։ Այժմ ընթանում ենք, սլանում ենք ավելի ճիշտ Արշակունյաց պողոտայով։ Լսի, դու ինչ ես ձեռ առնում հայոց լեզուն։ Նորմալ ասա, գնում ենք Արշակունյաց փողոցով։ Գնում ենք Արշակունյաց փողոցով, փողոցի պողոտայը։ Լա, պողոտայով։ Փորձենք տեսնենք Նիկոլ Փաշինյանը արդյոք տա։ Տանն է այս կիրակնորյա առավոտը։ Բարև ձեզ։ Հայկական երկրորդ հեռուստավիճ մեջ են սպասում հարթումը։ Կարելի է։ Իհարկե կարելի է, աննարի տես ովքեր են եկել։ Բայց ու է գնում Նիկոլ։ Գնում էի շուկա։ Ինչի համար։ Այսօր որովհետև տղայի մի րոպե գործված։ Կարող ենք միասին գնալ շուկա։ Բայց դա լավ գաղափար է։ Ինչու ոչ։ Քեզ զերծում ենք, չէ՞, 99%։ Բարի ես։ Գիտես, որ մենք երրորդ թե չորրորդ անգամ ենք փոխում քեզ։ Գիտեմ, որ մի անգամ էլ եք եկել, բայց երրորդի մասին գաղափար չունեի։ Տրամադրես մեզ 1 ժամ ընդամենը։ Դե որ եկել եք ինչ պետք է անեմ, ստիպված։ Համեցեք, եկեք նա։ Ինչպես կմեկնաբանես, ինչու է այսպես այս։ Իհարկե կմեկնաբանեմ։ Մի րոպե ուղղակի։ Ես կարծում եմ, եթե ինչ-որ մեկը ցանկանա ներս գա, այս դուրս չի օգնի։ Սա անկեղծ ասած, սա մի քիչ բանտային պատմության հետ է կապված։ Երբ որ ես բանտում Դու առանց ճահերի չես կապված։ Չէ, երբ որ ես բանտում էի, ուղղակի շատ անհանգստանում էի ընտանիքիս համար, ու խնդրեցի եղբորս, որ այս կառուցվածքը ստեղծի։ Որը չգիտեմ, ինչ-որ իհարկե ոչ մի երաշխիք այդպես երկաթյա անվտանգության չկա եւ գոյություն չունի, բայց որոշակի թեկուզ բանտից բանտում ինձ ավելի հեշտ էր։ Ես կարծում եմ այսօր ում հարկավոր է գտնել կամ վնաս տալ, այսօր կարողանում են։ Չէ, ես ասում եմ, որ ես այս կառուցվել այն ժամանակ, երբ որ ես բանտում էի, եւ այնպես նոստալգիկ ես խոսում բանտից։ Հնարավոր է։ Աշոտ։ Լավ, ընդմիջենք եւ կշարունակենք։ Ահա, եթե կարելի է տեսակցիկ անջատեք, որովհետեւ ստեղ լրիվ բան վիճակներ են մեր մոտ։ Բնականաբար հասկանալ։ Եվ այսպես, շնորհակալություն թեյի եւ սուրճի համար, շարունակենք։ Շարունակենք։ Ինչ տրամադրություն ունես այսօր։ Այսօր լավ տրամադրություն ունեմ։ Քեզ հատուկ չէ լավ տրամադրություն ունենալը։ Ինչու՞։ Որովհետեւ քեզ շրջապատում են այնքան խնդիրներ, որ մտահոգ ես միշտ իմ կարծիքով։ Գիտեք, ես կարծում եմ, որ նույնիսկ ամենաբարդ խնդիրները պետք է փորձել լուծել լավ տրամադրությամբ, որտեղ լավ տրամադրությունը խթանում է նաև միտքը, տրամադրում է նաև մարդկանց աշխատել։ Իհարկե միշտ չի հաջողվում, դա հասկանալի է, բայց կարծում եմ, որ լավ տրամադրությունը միշտ օգնում է եւ մենք պետք է եթե նույնիսկ կա այդպիսի կարծիք կամ այդպիսի իրավիճակ, որ հաճախ չէ որ լավ տրամադրություն ենք ունենում, ի վերջո տրամադրությունն ենք մենք ստեղծում, պիտի փորձենք։ Մեր հաղորդման ավանդական հարցերից է, սա ինչ բնակարան է, երբ հենց ես այստեղ բնակվում, ովքեր են քեզ հետ միասին բնակվում։ Այս բնակարանը մենք ձեռք ենք բերել 2005 թվականին եւ հիպոթեկային վարկով բնականաբար։ Պարկաստու վերջացել է այդ։ Այո, վերջացել է։ Մեծ բեռից ազատվել ես։ Այո, բայց իրականում ոչ միայն մի մեծ բեռից ազատվել եմ, այլ ըստ էության շատ լուրջ ձեռքբերում էր, որովհետեւ
երբ որ մենք հիշում ենք, թե ինչ գնով ենք ձեռք բերել այս բնակարանը, հիմա Երևանում չեմ կարծում, թե այսպիսի բնակարան հնարավոր է ձեռք բերել։ Բայց հիմա ասում են, որ ամեն ինչ վաճառվում է միայն, գնող չկա։ Այո, բայց ես այս վերջերս այդպիսի մի խոսակցություն ունեցա, որ խոսքը իհարկե վերաբերում էր վարձակալությանը, ասում էին, որ ճիշտ է վարձակալության շուկայում խնդրեմ կա, այսինքն դժվար է վարձով տարածք տալ, բայց մյուս կողմից գները շոշափելի որևէ անկում չեն արձանագրում, ըստ ամենայնի դա նրանից է, որ վարձակալները հաշվարկում են, որ այն գինը, որ այսօր շուկայում կարող է մրցունակ լինել կամ գրավիչ լինել, ուղղակի այդ ծախսերը չի փակել կամ իրենց ձեռնտու չի։ Այդպիսի երևույթ կա, ու դա հետաքրքիր երևույթ է, կամ գուցե սպասումներ կան, որ Նիկոլ, դու կապ ունես դաշնամուրի հետ։ Չէ, ես կապ չունեմ, այս դաշնամուրը իրականում սա կնոջս դաշնամուրն է եղել։ Օժիտն է։ Չէ, ոչ թե օժիտն է, սա ուղղակի կարելի ասել հուշանվեր է, որ իրենց տանը եղել է եւ հիմա մեր փոքրիկ Աննան է նվագում։ Չէ, մեր փոքրիկ աղջիկը ուղղակի պարապում է այս դաշնամուրի վրա, սա այսպիսի մի բան։ Հա, ում հետ եմ ապրում, կիսատ մնաց, ապրում եմ կնոջս եւ երեխաներիս հետ, այս պահին մեր տանը հյուր են հայրս Իջևանից եւ իր կինը, մեր երջանիկ տատիկը, քանի որ ես վերջին շրջանում չեմ կարողանում ցավոք սրտի բավարար հաճախությամբ այցելել հայրական տուն, զբաղվածության բերումով խնդրեցի, որ իրեն գան, որպեսզի մենք այս կիրակին անցկացնենք իրար հետ։ Այս կողմում քո գրադարանն եմ տեսնում եւ որ գիրքը կառանձնացնես։ Որ գիրքը կառանձնացնեմ, որ վերջերս եմ կարդացել, հա։ Չէ, քո գիրքը, որը հաճախ վերընթերցում ես կամ ինչ որ մի բան քո մեջ փոխել է այդ գիրքը։ Գիտեք, անկեղծ ասած, այն գիրքը, մի գիրք կա, որ ես հաճախ կամ անընդհատ վերընթերցում եմ, դա Աստվածաշունչն է, եւ իսկ այնտեղ իմ ընթացիկ Գրքերն են։ Գիրքն է, որը կարդում եմ հիմա։ Հեղափոխությունների մասին։ Հեղափոխությունների մասին վերջերս օրինակ շատ տպավորիչ էր այս գիրքը, Նելսոն Մանդելայի ինքնակենսագրությունը, որը նա հասցրել է հրապարակել որ թվին, հեսա նայենք։ Շատ հետաքրքիր էր։ Կամ ինչպես անել, որ բարձրացած հարցերը լուծում ստանան։ Գիտեք, այդ գրքերը։ Չէ, բարձրացած հարցերը լուծում ստանալու մեթոդը պարզ է ժամանակակից աշխարհում, ընդհանրապես հարցերի լուծման գործիքը մեծ հաշվով հիմնականում քաղաքականությունն է, եւ իսկ քաղաքականության մեջ հարցեր լուծելու համար մեխանիզմը հետեւյալն է, դու պետք է հիմա արդեն մեր ժամանակակից մեր առաջ քաշած օրակարգով ասեմ, ստեղծել այսօր Հայաստանում ինստիտուցիոնալ ընդդիմություն եւ մասնակցել ընտրություններին, ժողովրդից ակնկալել քվե լինելու իշխանություն եւ բայց դրա համար նաեւ պետք է ժողովրդին ունենալ շատ հստակ առաջարկ, թե ինչն ենք մենք պատրաստվում փոխել եւ ինչպես ենք պատրաստվում փոխել։ Նիկոլ, գիտես ինչն է զվախեցնում։ Ինչը։ Դու շատ հաճախ միանշանակ խնդիր ես բարձրացնում, հայտարարում ես հանցագործության մասին, որը իրականացվել է եւ կատարվել է, բայց դա այսպես անցնում գնում է։ Ոչ մի լուծում չի ստանում։ Ուր է անցնում գնում։ Չգիտեմ, մնում է միայն խոսքերի բառերի վրա։ Այդ գիտեք, այդ բանը, այդ շփոթությունը հաճախ կա։ Մենք ամոթի զգացողությունն ենք կորցրել, թե նամուսի։ Մենք կորցրել ենք հետեւյալը, մենք կորցրել ենք հարցերը օրինական, ոչ թե կորցրել ենք, այլ մեր օրինական ընթացք տալու, հարցերին օրինական ընթացք տալու մեխանիզմները չեն գործում հիմնական մասում, իսկ այդ հարցերը, այդ բարձրացած հարցերը չեն կորում, չէ՞։ Դուք օրինակ վերջին անգամ այդպիսի հարց բարձրացվում է, այսինքն նոր չբարձրացեցինք մի քանի ամիս առաջ կամ չգիտեմ շաբաթ առաջ, բայց մենք հիմա դրա մասին խոսում ենք։ Մենք վաղնել ենք դրա մասին։ Չէ, յուրաքանչյուր թագավորության մեջ է, որ ասում են, սա գող է, սա մարդասպան է։
Թագավորությունում լուծում տալիս են, չէ՞։ Մեզ մոտ անհասկանալի է լուծում տրվում է, չի տրվում։ Մենք պետք է հասկանանք, որ թագավորությունը մի քիչ այլ մեխանիզմ է, հա, կարող է թագավորը ասի, այս մեկ ասեն գող է, թագավորը հրահանգի ասի, բանը գլխատեք այդ գողին։ Թե ինձ համար է գողանում։ Չէ, ու հետո սկսի պարզել, այդ ճիշտ էր, որ ինքը գող էր, թե չէ։ Ժամանակակից աշխարհում, ժողովրդավարական աշխարհում կան մեխանիզմներ, որ կա գոյություն ունի անմեղության կանխավարկած եւ յուրաքանչյուր մարդու մեղավորությունը պետք է ապացուցվի որոշակի պրոցեդուրայով եւ Հայաստանում այդ պրոցեդուրան է, որ չի աշխատում։ Բայց այդ հարցերը չեն կորում, որովհետև այդ հարցերը ժամանակակից աշխարհում ոչ մի բան չի կորում, այդ փաստերը կան, այդ փաստերը հնարավոր չի ջնջել եւ հիմա երբ որ Հայաստանում կլինի ինստիտուցիոնալ ընդդիմություն եւ կկարողանա իրականացնել իշխանության փոփոխություն եւ հաստատել ժողովրդի իշխանություն, այդ հարցերը ոչ միայն չեն կորի, այդ հարցերը օրենքով սահմանված ընթացակարգերով կանցնեն, բայց մյուս կողմից էլ եմ ուզում շեշտեմ, դրանք օրենքով սահմանված ընթացակարգերով կանցնեն, այսինքն ոչ թե վենդետա տեղի կունենա, որ ինչպես այսօրվա իշխանություններն են, ով իրենց ընդդիմադիր է, ուրեմն պետք է ենթարկվի համապատասխան հետապնդումների, այլ երբ որ հաստատվի օրենքի իշխանություն եւ լինի իրավական երկիրը ինչպես նախատեսված է սահմանադրությամբ, այսպես ասած թացը չորից կտարբերվի, այսինքն մեղավորները համմեղներից կտարբերվի։ Նիկոլ, քանի որ ձեր տանն ենք, մեզ հետաքրքիր են իրերը, քո իրերը եւ ընդհանրապես իրերի պատմությունը, մի փոքր կտրվենք քաղաքականությունից։ Կտրվենք։ Ցույց տուր։ Ինչ ունես հետաքրքիր։ Դեպի ուր գնանք։ Դուք որոշեք։ Չէ, մեզ համար մեկ է։ Երևի իմ ամենասիրած իրերը ես շատ սիրում եմ խմիչքներ ունենալ միայն։ Ունենալ սիրում եմ նաև հյուրասիրել իմիջայլոց, եթե կցանկանաք։ Նկարումից հետո կարելի է։ Սիրում եմ խմիչքներ ունենալ, սիրում եմ խմիչքներ նվեր ստանալ եւ սիրում եմ խմիչքներ նվիրել։ Եվ այստեղ իմ խմիչքներն են, այստեղ նրանք են, որոնք մի մասը բացված է, խմում ենք, մի մասը նույնիսկ վերջանում են։ Իսկ այստեղ խմիչքներ են, որոնք Իդեպ ասում են հայերը խմող չեն եղել, բայց վերջի 15-20 տարվա ընթացքում դառնում են կամաց խմող։ Դե խմող, նայած գիտեք ինչ նկատի ունենք։ Դե այն խմողը, որ իսկապես նկատի ունեն, որ խմիչքը կարծում եմ պրոբլեմներից խուսափելու եւ անջատվելու միջոց է։ Ես այդպիսի ընկալում չունեմ խմիչքի պրոբլեմներից խուսափելու եւ անջատվելու միջոց, ընդհակառակը խմիչքը մի բան է, որ պետք է օգտագործվի խիստ չափավոր, այդպես ասած տրամադրությունը ավելի նպաստավոր դարձնելու համար։ Ում է նվիրվել ծաղիկները եւ ով է նվիրել, չգիտես։ Չգիտեմ, գիտեմ։ Այս ծաղիկները 3 են գնել, կինս է գնել, իր հետ բերել տուն, որովհետև յասամանները պատմություն ունի, ամեն օր գալիս եմ արդեն մի որոշ շրջան, ամեն օր գալիս էի տուն եւ ասում է այսօր էլ յասաման չբերեցի տուն եւ մոռացա, որովհետև մտքերի մեջ կամ շատ ուշ վերադառնալու պատճառով եւ այս ընթացքում մի քանի անգամ եղել է, որ իմ փոխարեն կինս է յասաման ձեռք բերել եւ ես եկել եմ տեսել, որ տանը կա։ Նիկոլ, ովքեր են լինում ձեր տանը, ինչ եք անում, երբ որ հավաքվում եք։ Քննարկում եք, թե ինչպես իշխանափոխություն անել։ Իշխանափոխություն անելու իշխանափոխություն։ Թե քննարկում եք արդյոք լավ է դեմոկրատ երկիր ունենալ, թե ոչ։ Այդ բոլոր հարցերը քննարկելու տեղը գրասենյակն է, քաղաքացիական պայմանագրի գրասենյակը։ Ես ընդհանրապես տանը աշխատում եմ հնարավորինս քիչ խոսել, ոչ թե հեռու լինել, այլ քիչ խոսել քաղաքականությունից, որովհետև մեր կյանքը ձեզ հայտնի հանգամանքների բերումով առանց այն էլ շատ է կապված քաղաքականության հետ եւ մեր տնային արտանին խոսակցությունները փորձում ենք
հնարավորինս հեռու լինի քաղաքականություն, ոչ թե փորձում ենք այդպես ստացվում է, որովհետև քաղաքականությունը ստացվել է, որ ըստ էության աշխատանք է, պրոֆեսիոնալ գործունեություն է եւ տանը շաբաթ հեռուստացույցը քեզ համար լուրեր իմանալու, լսելու, թե ֆիլմեր դիտելու միջոց է։ Նայած տրամադրություն, նայած օր, նայած ժամանակ, ես շատ սիրում եմ գիտահանրամատչելի հաղորդումները, սիրում եմ պատմության հետ կապված հաղորդումները, սիրում եմ հիմա նաև հայոց պատմության հետ կապված հաղորդումներ են հայտնվել, որոնք մենք այսօր ունենք օբյեկտիվ հեռուստատեսություն։ Մեր հեռուստատեսության ոլորտի խնդիրները հանրահայտ են, իհարկե մեր այսօրվա հեռուստատեսությունը այնպիսին չէ, ինչպիսին պետք է լիներ։ Տեսեք, էլի 2002 թվականին կայացվել է մի որոշում, մենք քիչ առաջ իներցիայի մասին էինք, չէ՞ խոսում, ու այդ որոշման իներցիան միջև այսօր հնարավոր չի լինում կանգնեցնել։ Որն է այդ որոշում, իշխանությունը որոշեց, որ A1+ հեռուստաընկերությունը պետքա փակվի, եւ որպեսզի ազատ հաճախականություն չթողնեն, որին կարողանա հավակնել A1+ հեռուստաընկերությունը, ստեղծեցին այսպես ալիքներ, որոնց մի մասը ուղղակի, որոնց մի մասի կամ մեծ մասի ֆունկցիան ընդհանրեն այդ հաճախականությունը զբաղեցնելն էր։ Այսինքն դրա հիմքում չկար ռեալ ստեղծագործական ծրագիր, ռեալ ձգտում ունենալ հեռուստատեսություն եւ այսօր այդ երևույթի հետևանքները մենք զգում ենք, որովհետեւ կարծում եմ, որ Հայաստանում արտագաղթ ապրող Հայաստանում Այդպիսի բան կա Հայաստանում։ Արտագաղթ կա։ Ցավոք սրտի մենք պետք է հասկանանք, որ այդ արտագաղթի հետ հսկայական մասնագիտական պոտենցիալն է նաև կորցրել։ Եվ այն հեռուստատեսությունների քանակը, որ մենք այսօր ունենք, կամ այնքան պրոֆեսիոնալներ չկան, որպեսզի այդ հեռուստատեսությունները պահեն որոշակի մակարդակի համար, կամ քաղաքական արգելքներն են, օրինակ լուրերի բլոկում կամ քաղաքական թոք-շոուների բավական աղքատիկ վիճակը այդ մասին է վկայում, որ Ինչն է փոխել Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանը կամ փորձում է փոխել։ Ավելի շատ ինչն է փոխել, կարողացել է արդյոք։ Գիտեք, ես ունեմ այդ հարցի պատասխան։ Ես անկեղծ ասած այդպիսի հարց առաջին անգամ եմ լսում եւ դրա մասին մտածելու առիթ չեմ ունեցել եւ չէ ուզենա այդպիսի հավակնոտ թեմաների մեջ մտնել, իմ ամբողջ գործունեությունը վերջին 20 տարում եւ դրանից ավել, նկատի ունեմ նաեւ լրագրական գործունեությունը եղել է հրապարակային եւ կարծում եմ դեռ շուտ է ամփոփել, հա։ Շուտ է ամփոփել։ Լավ, անցնենք առաջ։ Ինչ ունենք այստեղ։ Ինչ ունենք Հին սեղան։ Հին սեղան, Էսա իմ համակարգիչն է, որ էլի բավականին հին է։ Դու հին իրերի սիրահար ես, պաստոր։ Ես հին իրերի սիրահար եմ։ Այո, էս։ Քոնն է։ Հա, իմն է։ Ճաղերի ետևում է պատրաստվել։ Իրականում քրեակատարողական հիմնարկում ես սրանից ունեցել եմ, որովհետև քրեակատարողական հիմնարկում որքան էլ տարօրինակ հնչի, շատ օգտակար իր է եւ շատ դժվար կլիներ։ Այն ինչ որ ինձ հետ եղել է քրեակատարողական հիմնարկում, կորցրել եմ ցավոք սրտի։ Սա տանն է եղել ժամանակին, չգիտեմ ով է նվիրել եւ երբեմն պետք է ասեմ, որ օգտագործում եմ, այո, այդ չգիտեմ, ինչ որ Բոլորը գիտեն թե ինչպիսի քաղաքական գործիչ է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինչպիսի հայր է, ամուսին։ Այդ հարցի Կանչենք ձեր կնոջը։ Կանչենք։ Աննա, կգաս։ Հարցը ինչու բոլորը գիտեն ինչպիսի քաղաքական գործիչ է Նիկոլ Փաշինյանը, իսկ ինչպիսի հայր, ամուսին, ահա։ Շուշարի, կարող ես ասել։ Ինչ։ Ինչպիսի որ ասեմ կստացվի թե արհեստական եմ ասում, որովհետև
տեսության համար եմ ասում։ Չէ, լավը չի կարող լինել, ես միանշանակ ասեմ, լավը չի կարող լինել, որովհետև նա այնքան է տարված, նա ամուսնացած է իր մասնագիտության հետ եւ իր գործերի հետ։ Բոլորովին սխալվում եք, այդպես չի, Նիկոլը շատ հիանալի հայր է առաջին հերթին, ամուսին է իհարկե առաջին հերթին, բայց հատկապես վերջին շրջանում զբաղվածության հետ կապված իրավիճակներում Մի րոպե հասկանանք, եթե ծաղիկները դուք եք ինքներդ գնում ձեզ համար։ Չէ, այդ մասով երեխաներին հարցրեք, թե ինքը ինչքան է ծաղիկներ նվիրում ինձ, որպեսզի ամեն ինչ ավելի ճիշտ լինի, հավատակ երեխաներին։ Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները չի կարելի ընդհանրացնել ամբողջի վրա։ Պատասխան ունի, ունի։ Հաճախ եմ ստանում ինքնից, բայց երեխաների հետ կապված չնայած այս զբաղվածությանը դուք ուղղակի աննա է պատկերացնել, թե ինքը ինչքան ժամանակ գտնում ու ինչքան է երեխաների հետ մտերիմ, ինչքան ժամանակ անցկացնում իրանց հետ, մի խոսքով։ Միջայլոց իմացանք, որ 4 բալիկին եք սպասում եւ Նիկոլ ասեց, ես այդպես եմ պայքարելու այսուհետև։ Լավ որակ տալով։ Դա դու ասցի իրականում, որ ես նաև այդպես եմ ես համաձայնեցի, բայց դա գիտեք, կարծում եմ երեխաները եւ ընտանիքը պայքարի միջոց չեն ամենևին, ընտանիքը լավ որակ տալը պայքարի միջոց է։ Գիտեք, պայքարի ես չի ուզենա երեխաները եւ ընտանիքը ասոցացվեին պայքարի հետ։ Այնուամենայնիվ մարդկային որակն է գլխավոր պատճառը, որ մենք այսօրին ենք։ Գնանք խոհանոց։ Գնանք խոհանոց։ Դե պատմեք, ինչ է սիրում ուտել Նիկոլ Փաշինյանը։ Ամեն ինչ։ Հատկապես երբ որ նյարդայնացած հերթական ելույթից հետո, երբ որ թաղում է ամբողջ քաղաքական էլիտային, վերադառնում է տուն։ Չէ, նման ելույթներ չի լինում, բնականաբար։ Երբեք նա չի թաղում ոչ մեկին։ Ուղղակի ոչնչացնում է։ Ուղղակի դրանք ուտելու հետ կապված ոչ մի ձևով չեն կապ չունեն, ինքը։ Ունեն, ասում են, եթե կինը ճիշտ է կերակրում առավոտյան, իր ամուսինը ճիշտ է գործում։ Ինքը ճիշտ է կերակրում այդ հաստատ։ Ես ճիշտ եմ։ Ասեն դուք եք մեղավորը, որ Նիկոլը ոչնչացնում է եւ քարը քարի վրա չի թողնում այս երկրում։ Այդ թվում բնականաբար ինքն էլ է մեղավոր, որովհետեւ առանց իր այդ ամեն ինչը անհնար կլներ ու դա կնհայտ է կարծում եմ։ Կարծում եմ դա յուրաքանչյուր տղամարդու հետևում կինն է կանգնած եւ տղամարդուց կարելի է իմանալ ինչպիսին է կինը։ Դե պետք է որտեղ եք ծանոթացել, ով ում ասեց ես քեզ սիրում եմ եւ ինչպես եղավ, որ այսպես եղավ։ Դու պատմես թե ես։ Պատմի։ Ծանոթացել ենք Մոլորակ թերթի խմբագրությունում, երբ որ Նիկոլը արդեն հայտնի լրագրող էր, ես առաջին կուրսում նոր եմ ընդունվել ժուրնալիստիկայի բաժին, այցելել էի խմբագրություն, որպեսզի նյութ հանձնեմ, բայց մյուս կողմից նաև շատ էի լսել արդեն Նիկոլ Փաշինյան անունազգանունը եւ շատ հետաքրքրված էի, թե ինչպիսին է նա, այդպես ծանոթացել ենք։ Այդտեղ նաև մի այդպիսի նրբություն կա, որը Աննան չպատմեց, այդ տարին դա 95 թվականն էր, ինձ համալսարանից հեռացրեցին եւ ինքը 95 թվականին ինձ պիտի դեռ հեռացնեին, այդ ժամանակ ընդունվել էր։ Ինչը չէր կիսը ռեկտորի հետ։ Բնականաբար քաղաքական հայացքներ Պարզ է։ եւ լրագրողական գործունեությունը եւ այդ ժամանակ այդպես քարոզչություն էր նախապատրաստ իրականացնում հակակարոզչություն լսարաններում իմ դեմ, որ թե ինչպեսին չպետք է լինի ուսանողը եւ բնականաբար դա հետաքրքրություն էր առաջացնում, եթե այն ժամանակ համալսարանի այդ իմ դեմ գործողները PR-ի մասին իմանային, գլխի կընկնեին, որ չարժե այդքան խոսել, թեկուզ։ Մի խոսքով 95 թվականից են փորձեք ես կոտրել։ Բայց դու այն տեսակն ես, որ երբևէ չի կոտրվի եւ չի կոտրվում, բայց Աննան երևի գիտի ինչը կարող է Նիկոլին փոխել։ Ոչ մի բան է։ Չէ։ Անիմաստ է, հա, փաստը։ Միանգամայն։ Ունեք այստեղ մեզ հետաքրքիր բան ցույց տալու, թե գնանք առաջ։ Դե մենք չգիտենք դուք ինչով եք հետաքրքրված։ Մենք հետաքրքրված ենք այն ամենով, ինչ ունեք ձեր տանը հետաքրքիր, չէ՞, դե այդպիսի բաներ չէ։ Մի քանի բաներ ունենք,
բաժակներ ունենք Ռախմանից, սուվենիր բաժակներ, այստեղ փակ։ Միասին ճամփորդում եք իդեպ։ Երբ հնարավոր լինում է, այո, երբ հաճախ չի ասի, որ հաճախ ճամփորդում ենք։ Եղել են մի քանի դեպքեր։ Գնանք առաջ։ Եվ ճանապարհին པարզ հարց տամ քեզ, հա Նիկոլ, շատ པարզ։ Որ պաշտոնում ես քեզ տեսնում մոտ ապագայում։ Մոտ ապագայում ինձ տեսնում եմ ազգային ժողովի падգամավորի պաշտոնը։ Չէ, դա հասկանալ է, դա ունես, չէ։ Եթե խաղի կանոնները փոխվեցին եւ ինչ որ մի բան աստվածտա փոխվեց, որ պաշտոնը կզբաղեցնի Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, էլի ախր դա իրական པարս հարց չի, դա չափազանց բարդ հարց է, որովհետեւ Չէ, միանշանակ քաղաքական գործիչը ինքը երբեք մենք ուզում ենք ունենալ այնպիսի քաղաքական համակարգ, որ քաղաքական գործիչը ինքը հնարավորություն չունենա որոշել, թե ինքը որ պաշտոնում պիտի լինի։ Ժողովրդավարական երկրում որոշումները պետք է կայացնեն քաղաքական նախ ժողովուրդը, ապա քաղաքական թիմերը, թե ելնելով մասնագիտությունից, որովհետև այսօր մշակույթի նախարար կարող է լինել մեկը, որը մշակույթից այնքան հեռու է կամ ֆինանսների նախարար։ Նախարարը քաղաքական պաշտոն է։ Մենք սա պետք է այս արձանագրումը անենք, որովհետև շատերն ասում մշակույթի նախարարը բա ինչ մասնագիտություն։ Հա, բայց ան ու բ-ն պետք է տարբերի, չէ՞։ Ան ու բ-ն բնականաբար այսօրը պետք է գրագետ գրել, չէ՞, ոչ թե կլորոյով ասել, ոյով։ Այո։ Դա վերաբերվում է ոչ միայն մշակույթի կամ որևէ այլ նախարարին, դա վերաբերվում է падգամավորին, ընդհանրապես կարծում եմ, որ եթե դուք հարցնեք ամենակարևոր որն է Հայաստանում խնդիրների լուծումը, ես ընդհանրապես ամենակարևոր հարցը համարում եմ կրթության հարցը։ Դա չի վերաբերվում միայն նախարարին, падգամավորին, այլ բոլորին։ Ամենակարևոր խնդիրը, որ մենք այսօր պիտի լուծենք, մեր ընդհանուր կրթական ցենզը ունենա մի մինիմում, որից ներքև ընդհանրապես չընկնի։ Պատգամավորների գրագիտությունից չխոսենք, որովհետև Comedy Club կդառնա, չնայած շատ հետաքրքիր է, որ առածան արթնանում ենք, հեռուստացույցը միացնում ենք կամ YouTube-ը եւ տեսնում ենք, թե ինչ զվարճալի է մեր խորհրդարանը։ Comedy Club է։ Օրինակ հայկական տարբերակով։ Միշտ չի որ Comedy Club է, երբեմն ավելի վատ է պատահում, երբեմն լինում են ավելի Շեքսպիրի ողբերգություններից, այո, երբեմն լինում են, բայց մենք ունենք այն խորհրդարանը, որ մենք ունենք եւ պետք է հասկանանք, որ դրա պատասխանատվությունը, ինչպիսի խորհրդարան մենք ունենք, կրում է մեզանից յուրաքանչյուրը։ Դրա հետ համաձայն։ Վատ խորհրդարան ունենք, պետք է հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրը ինչ որ մի բան այնպես չի արել, դրա համար մենք ունենք վատ, այդ թվում կամ այդ 5000-ը վերցրել է։ Այդ թվում յուրաքանչյուր ընտրող, այդ թվում քաղաքական ուժերն ու գործիչները։ Այս միջանցքը ձեր տան ամենատակ տեղն է, անընդհատ գալիս ենք ստեղ կանգնել։ Դե ես չգիտեմ, դուք առաջնորդեք։ Մենք այդպիսի ունակություններ չունենք առաջնորդելու, թե չէ կփոխենք շատ բան այս երկրում։ Դե ինչա ձեզ հետ։ Դա քո միսիան է։ Հետաքրում է ինչ ունեք այստեղ, պատմեք։ Ինչ ունենք այստեղ, ունենք հեռուստացույց, այստեղ ունենք գիրք, այստեղ ունենք հուշանվերների արկղ։ Երբ որ մենք գտնվում ենք ննջասենյակում, մենք հետաքրում ենք արդյոք ինչ ներքնակ ունեք դուք, որակյալ թե ոչ։ Ինչքանով ես դու տեղյակ։ Ներքնակ, ինչպես սովորական ներքնակ։ Ես առաջարկում եմ այցելել Արշակունյաց 17 հասցեում գտնվող Sleep Comfort խանութ սրահը, այնտեղ ներկայացված են աշխարհի լավագույն բրենդները ներքնակների, ընտրել որակյալ ներքնակ եւ քնել եւ արթնանալ որակյալ ներքնակի վրա։ Զեղչի քարտն փոխանցում քեզ Sleep Comfort-ի կողմից եւ հիշեցնում հեռախոսահամարը 440502։ Շնորհակալ։ Միջայլոց падգամավորներին խորհուրդ թող այցելեն եւ լավ քնեն գիշերը, որ ցերեկը չքնեն խորհրդարանում։ Ներքնակից էլ է կախված։ Գուցե այս ներքնակն էս խորհրդարանում պետք տեղադրել, որպեսզի քնողները ավելի։ Այո, որտեվ շատ հաճախ կադրում չխռացնեն նիստը հանդիպում են քնող падգամավորների։ Դա ինչ ունեք այստեղ։ Ինչ ունենք Ով է մարզվում։ Դու լինում է պատահում է, այո, որ մարզվում եմ երբեմն։ Ապրես։ Շուշանն էլ է երբեմն մարզվում, բայց
հիմա ավելի քիչ, որովհետև հիմա այցելում եմ Լողավազան շաբաթը մի քանի անգամ եւ սրա կարիքը ավելի քիչ եմ զգում, երևի թե առաջիկայում սա այստեղից կհանենք։ Ունենք Որ թվականին է այդ նկարը, լուսանկարը։ 2007 թվականին 2007 թվականի լուսանկար է, դա այն ժամանակ impeachment դաշինքն էր եւ այլընտրանք միավորումը։ Ինչն է ձեզ հետաքրքրում, ուղղորդեք որպես Մեզ հետաքրքրում է որտեղ են այդտեղ պայծառ մտքերը, որ մասում է այս սենյակում այդ պայծառ մտքերը ծնվում, որ դու անընդհատ բարձրաձայնում ես։ Եվ ինչն է պատճառ հանդիսանում։ Այս գրքերը Նիցշեն ասում էր, որ միայն քայլելիս ծնված մտքերն են արժեքավոր։ Ես կարծում եմ, որ իհարկե մտածելու լավագույն եղանակը կամ մտածելը խթանելու լավագույն գործիքը քայլելն է։ Իմիջիայլոց այդ իմաստով ազգային ժողովի տարածքը շատ նպաստավոր է, գիտեք, ազգային ժողովում շատ լավ այգի կա, ցավոք սրտի, որը փակ է քաղաքացիների համար, այնտեղ այդ քիչ այգիներից է, որտեղ դեռ սրճարաններ եւ վետերոկներ չեն հայտնվել Երևանի, եւ այնտեղ քայլելը Միտք մի տուր խնդրում եմ, միտք մի տուր։ Լավ, այս մասը ուրեմն կկտրեք կանենք։ Նիկոլ, ով է մեր թշնամին, այնուամենայնիվ։ Ինքներս մենք գիտենք, բայց ով է մեր իրական թշնամին։ Մեր նկատի ունեք Հայաստանի իրական թշնամին, գիտեք, ում մատն է խառը, որ մենք առաջ չենք գնում։ Թշնամին վտանգավոր բան է ոչ միայն այն պատճառով, որ ինքը թշնամի է, այլ թշնամին սովորաբար դառնում է փրկություն, որ շատ հեշտ է յուրաքանչյուր։ Ես կոնկրետ հարց եմ տալի, դու էզոտերիկ պատասխան ես տալիս։ Կոնկրետ ով է, ռուսը, եվրոպացին, վրացին։ Ես չեմ ուզում, որ մենք այդ հարցին ստանդարտ այդ մոտեցումը ցուցաբերենք, որովհետև ասում եմ շատ հաճախ հեշտ է ներքին ձախողումները բացատրել ինչ որ թշնամիներով։ Այսինքն մենք ինքներս ենք մեր թշնամին մի խոսքով։ Հայկական ասացված կա, չէ, ասում ով ինչ անի իրեն կանի, այդ մեր ասացվածքն է։ Մենք լավ անենք, մեզ կանենք, վատ անենք, մեզ կանենք, բայց իհարկե այսօր պարզ է, որ մեր թշնամին Ադրբեջանն է առաջին հերթին, որովհետև մենք կոնֆլիկտի մեջ չենք, բայց այնուամենայնիվ լեզու պետք է գտնել։ Ես նկատի ունեմ, որ հարցի առաջին մասին հենց դա նկատի ունեի։ Պատերազմը դա բանակցային գործընթացը շատ հենց դրա համար է տարվում, ցավոք այդ բանակցային գործընթացում առաջընթաց եւ հաջողություններ շոշափելի չունենք, բայց իհարկե Հայաստանում կարծում եմ շատ քիչ մարդիկ կան, ովքեր այլ տեսակետ ունեն, իսկ տեսակետը հետևյալն է՝ Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով եւ բանակցային սեղանի շուրջ։ Աննա, երբևէ փորձում եք ձեր ամուսնուն սանձել կամ ասել, որ չափը մի անցնի, խնդրում եմ, այնուամենայնիվ երեխաներ ունես։ Չէ, անսովոր խոսքեր լսեցի։ Չէ, չի լինում այդպիսի բան։ Ձեր մեջ կոնֆլիկտ չկա։ Մեր մեջ բնականաբար քաղաքական մասում Ընդհանրապես։ Չէ, ընդհանրապես կոնֆլիկտ Ով է դպրոց գնում ծնողական ժողովի։ Երբեմն վերջին շրջանում իհարկե հիմնականում Աննան է գնում, բայց երբ հնարավորություն լինում է, ես փորձում եմ։ Վերջին ներկայացումը, որ միասին դիտել եք։ Վերջին ներկայացումը, որ միասին դիտել ենք, դա եղել է ապրիլի 20 ներկայացումը չի եղել, դրանից առաջ ուր են գնացել։ Իմիջիայլոց հետաքրքիր բան ասեմ, այս արքխում պահում ենք այն բոլոր տոմսերը եւ հրավիրատոմսերը, որոնք դիտել ենք, ինչ ներկայացում ենք դիտել։ Հիմա հեսա ավելացնենք այդ արքխում եւս մեկ հրավիրատոմս։ Հաճույքով։ Ասենք օրինակ հունիսի 16-ին ժամը 19-ին մենք ձեզ սպասում ենք Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Սևդարը շոկոլադ ներկայացմանը, գլխավոր դերերում Արամոնը եւ Լուիզա Ղամբարյանը, պիեսի հեղինակը Էմմա Պետրոսյանն է։ Հաճույքով։ Ես ձեզ սպասում եմ հունիսի 16-ին։ Հաճույքով։ Կարինե օպերետ,
Իսկ ինչու եք հավաքում, որպեսզի հիշեք, հա, որտեղ եք եղել։ Հիշատակ, այսպիսի բանը խոբի եմ ձեռք բերել, Մորգանի խնամին 12-րդ գիշեր սիրուց եմ մեռնում դրամատիկականից Հովեր պետական կամերային երգչախմբի համերգը հովերներ վեր, բայց ներկայացում կամ հին աստվածներն ա եղել, երևի եղել, վերջին անգամ որ նայել եմ։ Գնանք առաջ, թե այստեղ գրքեր կային, որոնց մասին պիտի խոսեիր։ Գրքերի մասին միշտ կարելի է խոսել։ Գրքերի այս գիրքը ես պետք է վերադարձնեմ տիրոջը, որովհետև կարդացել եմ արդեն։ Առաքել Դավրիժեցի պատմություն, հայոց պատմություն, սա 1500-1500-ականների վերջին 1600-ականների սկզբին ըստ հայոց պատմությունն է եւ հայ եկեղեցում տեղի ունեցող իրադարձությունների պատմությունը շատ հետաքրքիր եւ ուսանելի գիրք է եւ այս գրքի ընթերցումը հանգեցնում է այն մտքին, որ 3000 տարի լավ չի եղել, ինչու հիմա պետքա լավ լինի։ Կա այդպիսի բան։ Այո, 3000 տարի, չի կարելի ասել, որ 3000 տարի լավ չի եղել, բայց խնդիրը հետեւյալն է, որ իսկապես մենք պետք է կարողանանք մեր իսկ պատմությունից դասեր քաղել, ընդ որում ինչ է նշանակում դասեր քաղել, հասկանալ ինչու է տեղի ունենում, որովհետև փորձ ցույց է տալիս, որ պատմությունը իր ցիկլերով անընդհատ։ Դե բոլորը ասում են սա անիծված տարածաշրջան է։ Մեղադրում են շատերը։ Դա ինձ ես ընկալում եմ այդպիսի գնահատականները վախկոտների։ Չէ, ոչ թե վախկոտների, այլ ինչ որ կոնկրետ պատասխանատվությունից, էդ էլ է թշնամու նման մի բան է, չէ, այդ անիծյալ տարածքա կամ չգիտեմ, անեցկա, լավ բաներից խոսենք։ Իրարած, այդպիսի բան չկա։ Կարելի է, չէ, լավ բաներից խոսենք։ Այս նախադասությունը ավարտեմ, ընդհանրապես հայրենիք եւ երկիր ունենալը այդ աշխատանք է։ Դրա հրաշքի հարց չկա, հարցը այն է, մենք այդ աշխատանքը կարող ենք անել, ուզում ենք անել, թե ոչ, ես կարծում եմ, որ մենք պետք է ուղղակի անենք այդ աշխատանքը։ Մենք դարեր շարունակ դավաճանում ենք։ Դա է մեր խնդիրը։ Դավաճանները շատ են։ Դա էլ է պետք է։ Կա մի ոլորտ, որով մենք կարող ենք այսօր հպարտանալ, ըստ Նիկոլ Փաշինյանի, կա այդպիսի բան։ Ինչի ոլորտ, տնտեսության։ Ընդհանրապես մի ոլորտ Հայաստանում։ Գիտեք, մենք գինեգործություն ասենք։ Հայաստանում գինեգործությունը, այո, լավ զարգանում է, օրինակ մի 10 տարի առաջ Չէ, դու քո կարծիքը ասա, ես կարծում եմ, որ այո, միգուցե գինեգործություն։ Գինեգործությունը կա սպորտում ենք ունենում հաջողություններ, այո, մենք ունենք Արսեն Ջուլֆալակյան, որով հպարտանում ենք։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը բավական դինամիկ զարգանում է եւ ես կարծում եմ, որ պետք է այս ոլորտը լուրջ ուշադրության կենտրոնում պահել, դա ռազմավարական։ Մտնենք այստեղ, հա, ում սենյակն է։ Երեխաների սենյակը։ Ահա, երեխաների սենյակն է եւ շատ པարզ հարց ծագեց իմ մոտ, Նիկոլ։ Ո՞րն է քո սիրելի հեքիաթը։ Ո՞րն է իմ սիրելի։ Էզոտերիկ պատասխան չտաս։ Չէ։ Էզոտերիկ հիմա փորձեմ հիշել, ո՞րն է իմ ամենասիրած հեքիաթը։ Որը պատմում ես հաճախ երեխաներին, թե չես պատմում։ Չէ, վաղուց երեխաներին ճիշտն ասած հեքիաթ չեմ պատմել, նախընտրում եմ, որ երեխաները իրենք հեքիաթները կարդան։ Կարծում եմ շատ լավ հայկական ժողովրդական հեքիաթներ կան, մասնավորապես Անխելք մարդը շատ լավ հեքիաթ է, եւ այդ որ ասում եք անիծված տարածք է, երևի այդ մտածողության հետ կապ ունի, այդ անխելք մարդու կերպարը։ Իսկ ընդհանրապես շատ լավ հեքիաթներ կան, հայկական ժողովրդական հեքիաթները, իհարկե այլ հեղինակների հեղինակած հեքիաթները։ Ինչ ես կարդացի, ինչ հեքիաթ ես կարդացի։ Ինձ թվում է մեր ազգային ժողովում ամենասիրելի հեքիաթը այն հեքիաթն է, որ ով այնպեսի սուտ ասի, որ ասեմ սուտ է, թակավորությանս կեսը կտամ քեզ։ Ճիշտ է։ Չեմ կարող ասել ամենասիրելին է, թե ոչ, բայց որ ամենասիրելիներից մեկն է, դա իհարկե կարծում եմ ակնհայտ է։ Նիկոլ Փաշինյանի սիրելի քաղաքական գործիչը այսօր կա այդպիսի մեկը։
Այսօր Հայաստանում Աշխարհում լավ։ Հայաստանում դժվար թե կասկածում եմ Հայաստանում քաղաքական գործիչները սա լավ տղաներ են, իսկ դու կարծեմ այդ լավ տղաներին տանել չես կարողանում։ Մեծամասամբ բոլորի մասին չխոսեմ։ Գիտեք, ես անկեղծ ասած մի քանի անգամ ասել եմ նաև հիացած եմ Նելսոն Մանդելայի կերպարով, այն քաղաքական էվոլյուցիայով աճով, որ նա ապրել է եւ ի վերջո այն ամենով, ինչ նա կարողացավ անել իր ժողովրդի եւ պետության համար։ Բարձր։ Գնանք առաջ, թե այստեղ։ Գնանք առաջ։ Միջայլոց Մոցարտ, Բեթհովեն եւ այլն պատերի վրա երեխաները ճիշտ դասիրակություն են ստանում։ Այս ամեն ինչը, այս պատերի ներկվածությունը, այս առաջացել էսպիսի դեկորացիան այն ժամանակներում, որ այսինքն ես գնացել եմ տնից, այսպես չի եղել, պատերը մաքուր է եղել, վերադարձել եմ սենց ամբողջ պատերին գրած է եղել եւ հիմա իրենք կարծում են ոնց որ թե հոգնել են այս ամեն ինչից եւ վերջերս սկսել են խոսել, որ պետքա երևի այնուամենայնիվ պատերը բերել նորմալ վիճակի։ Բայց այսպես ավելի հետաքրքիր է հաղորդագրություններով։ Սենց է հետաքրքիր, թե պետքա ներկել պատը։ Լավ, ես մեկը կներկենք, մեկը կթողենք ուրեմն։ Կա սենյակ, որտեղ չեն եղել դեռ։ Կա այդ պատշգամբ։ Գնացինք։ Նիկոլ, Սաակաշվիլին լավ նախագահ էր, ես այդ հարցը հաճախ եմ բարձրացնում, որովհետև ակնհայտ տեսնում, վայ շունիկ ունեք, հա, փաստորեն։ Այո, չեք տեսնում։ Չէ, նոթես։ Իր առանձնահատկությունն են, որ իրան կարելի է չնկատել ընդհանրապես։ Պապ ջան, մի հատ տեսկում անցնենք։ Այս մասում մեր աշոտն է քնում։ Ստեղ էլ մի փոքր այսպիսի պատշգամբ ունենք։ Այսպես ասած ամառային պատշգամբ, որտեղ հիմա արդեն սեզոնը բացվում է եւ այստեղ սուրճ են խմում առավոտները։ Շատ հիանալի մի վայր։ Հա, հիանալի մի վայր։ Գիտեմ հարցս լսեցիք թե ոչ, Սաակաշվիլին լավ նախագահ էր։ Սաակաշվիլին ըստ էության կլիներ շատ լավ նախագահ, եթե այդ վրաց ռուսական պատերազմի Էլի ռուսների մատներ խառը փաստորեն։ Այդ իրադարձությունը տեղի չունենար, ես կարծում եմ, որ եթե օրինակ այդ պատերազմը տեղի չունենար, Սաակաշվիլիի նախագահության գնահատականը կլիներ շատ կրկնակի բարձր, բայց որ Սաակաշվիլին իր նախագահության օրոք մեծ ծառայություններ մատուցեց Վրաստանը եւ ըստ էության փոխեց այդ երկիրը, մթնոլորտը ապագայի նկատմամբ վստահության նոր աստիճան հաղորդեց Վրաստանին, դա կարծում եմ ակնհայտ է։ Նիկոլ, ըստ քեզ հայը երբ էր Հայաստանում ավելի լավ եւ բարեկեցիկ ապրում, սովետական ժամանակաշրջանում, Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, թե հիմա։ Դե գիտեք, այդ հարցը այնքան ակնհայտ պատասխան ունի, որ կարծում եմ շատ դժվար կլինի այդ հարցով վիճել։ Իհարկե, Խորհրդային Միությունում մարդկանց բարեկեցության աստիճանը բավական բարձր էր եւ պետք է խոստովանել, որ մանավանդ խորհրդային արդեն 80-ականներից հետո կամ 70-ականների վերջից ազատությունների որոշակի մակարդակ նաեւ կար։ Ի վերջո ես չեմ ընդունում ինքս այսպես ասած համոզված անկախական լինելով չեմ ընդունում նաև այն տեսակետները կամ համաձայն չեմ ավելի շուտ այն տեսակետների հետ, որ խորհրդային Հայաստանի պատմությունը փորձում են սև պատմություն համարել։ Ի վերջո խորհրդային միության, խորհրդային Հայաստանի օրերին, տարիներին մենք շատ լուրջ մշակութային շերտ ենք ձեռք բերել, մշակութային արժեքներ ենք ստեղծել, նյութական արժեքներ ենք ստեղծել, որը շատ կարևոր է։ Ինձ հետաքրքիր է, տղադ որ ուժին է Հայաստանում հավատում։ Կա այդպիսի ուժ, որին հավատում ես։ Ես տենց այս բայը քաղաքական ուժերին է վերաբերում խոսքը։ Չէ, երևի չէ։ Լսեցի՞ք։
այդպիսի ուժ չկա եւ մայիսի 30-ին այդպիսի ուժ կստեղծվի։ սա ժողովրդի խոսքն էր։ Այո, դա իհարկե ժողովրդի խոսքն էր։ Այս այդ կարծում եմ, որ էլի հարցեր կան, որոնց հիմա տեսեք, եթե Հայաստանում լիներ այդպիսի քաղաքական ուժ, որին պետք կլիներ եւ արժեր վստահել, մենք օրինակ նոր քաղաքական ուժ ստեղծելու նախաձեռնություն չէինք ցուցաբերել։ Մեր եթերային ժամանակը սպառվել է, կա այնպիսի մի բան, եթե չասես կհամարես, որ այս հանդիպումը կիսատ է մնացել։ Խնդրեմ։ Ողջունում եմ բոլոր հեռուստադիտողներին եւ լավագույն մաղթանքներս։ Վերջապես բոլորդ միասին եք, տեսանք ձեզ ամբողջական կազմով, ընտանեկան։ Գնացինք մենք, ինչ եք անելու։ Գնալու ենք եղբորս տուն եւ այնտեղ ընտանեկան ճաշ ենք կազմակերպելու այսօր։ Ինչ գեղեցիկ միջոցառում։ Ձեզ էլ հրավիրեցինք, բայց դուք չեք ուզում միանալ մեզ, որովհետեւ չգիտեմ, ժամանակ չունեք երևի։ Շնորհակալ ենք անակնկալի համար, շատ հաճելի էր։ Մեծ հաճույքով մենք մի օր կգանք եւ դու մեզ համար կպատրաստես։ Ես պատրաստելուն դեմ չեմ, բայց ոչ տեսախցիկի արժև, հա։ Տեսախցիկի արժև էլ դեմ չեմ, ուղղակի կարծում եմ այս հաղորդումից հետո պետք է թողել ժամանակ անցկացնել։ Այո, 1 տարի, 2 տարի։ Որպեսզի հերոստադիտողին, այսպես ասած, չձանձրացնենք մեր։ Մինչև այդ դու զբաղվիր մեր քաղաքական խոհանոցով եւ կարգի բերեք մեր քաղաքական խոհանոցը։ Խնդրում եմ քեզ, Նիկոլ, հերիք է։ Անպայման կանենք։ Նամուսկա, չէ։ Ամոթ։ Ցտեսություն։ Տեսեք, շնորհակալ ենք։ Կարծում եմ այս պարագայում ճիշտ կլինի զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից։ Ձեզ հետ ինչպես միշտ Դավիթ եւ Սուրենն էին, առայժմ